Բարի ուշ երեկո է, ժողովուրդ ջան, ժողովուրդ, այս ժամին, որ ես մտել եմ խոսամ բոլորիդ հետ, այսինքն իմ ազգի հետ, ժողովուրդ, դու գիտեք, ես ձեր հետ միշտ անկեղծ շփվում եմ, միշտ շփվում եմ անկեղծ ձեր հետ։ Ճիշտ է, շատ հիմար մարդիկ կան, որ ավելորդ բաներ են գրում, ես ինձ նայում եմ էժան, բայց էլի չեմ վիրավորում։ Ուրեմն հելնելով ես իմ կարգավիճակից, ժողովուրդ, բոլորդ տեղյակ եք, որ ես արդեն երկար ժամանակ հետախուզման մեջ եմ եւ ուզում եմ իմ ազգի հետ ես մի քիչ կիսվեմ։ Եվ կխնդրեմ, որ շատ խիստ տարածեք, դա իմ խնդրանքն է, շատ խիստ տարածեք։ Ես ոնց տեսնում եմ, ժողովուրդ, ես տանջվում եմ իմ հայրենասիրության համար, որովհետեւ այսօր եթե հայրենասեր ես, ուրեմն պետքա դատարանների հետ, ոստիկանության հետ, պետական հիմնարկների հետ պետք է անպայման խնդիր ունենաս դու, որովհետև դու իրավունք չունես լինես հայրենասեր։ Ուրեմն հիմա ուզում եմ խոսամ մեր երկրի ղեկավարից Նիկոլ Փաշինյանից։ Ժողովուրդ ջան, ես Նիկոլ Փաշինյանին գիտեք ոնց, միշտ ասում եմ, որ բռնապետ է, Կաշպիրովսկին է, բայց շատ երկար մտածելուց հետո հասկացա մի բան։ Այդ մարդը մեղք չունի, ժողովուրդ, հավատացեք ինձ, այդ մարդը մեղք չունի։ Ձեզի մի հատ ուզում եմ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք ինչ եմ ասում։ Ոնց որ մի հատ հասարակ ընտանիքի մարդ, որ ամիսը ստանում է 120,000 դրամ, դրանով ապրում են իրանց բոլոր ընտանիքը։ Մեկ էլ մի օր քնից ելնի, միամիտ մեկը գա, ասի, ընկեր ջան, դու այսօր օրինակ Փարիզի քաղաքապետն ես, ոնց կխառնվի իրար, չէ՞, սենց սաղ կժժնի իրար, կասի ոնց, ես ինչ էի մի անգամից ինչ դառա, հիմա այդ մարդը մոտ տենց միամիտ ստացվեց էդի, հասկանում եք, եկավ ժուրնալիստ էր, հետո եղավ պատգամավոր, մի քիչ գորգռում էր իրան լսում էինք էլի, ասում էինք լավ է, Նիկոլը գոռում է, հետո տենց միամիտ դառավ երկրի վարչապետ, ինքն էլ չէր պատկերացնում, հավատացեք, ու չի գիտակցում ինչ անում այդ մարդը, հավատացեք չի գիտակցում ինչ անում, սաղ ժժնել է իրար, ժողովուրդ ջան։ Հիմա ես ձեզի ասեմ, ես ուզում եմ դուք ամեն ինչը ճիշտ ընկալեք ու ճիշտ հասկանաք։ Ես երբեք հենց այս տեղը ոչ մեկի չեմ թերագնահատում, երբեք։ Այս մարդը եկավ երկրի վարչապետ դառավ ու մեր բոլոր հողերը հանձնեց։ Այսինքն բոլորին, ովքեր որ կան այդ պետությունները, Ադրբեջանա, Թուրքիանա, բան, հետները լավ եղավ, ասես մարդ են էլի, հետները ինչ ուզին տվեց։ Արցախը տվեց, միջև Վարդենիս Քյալբաջարով, հասկանում եք, Կորնիձորով բանով սաղ տվեց, Ղափանի ճանապարհը տվեց, ինչ կա ասում եմ, էլի, նոյեմբերյան այն վերջի հատվածը տվեց, Իշխանասարը տվեց, Վարդենիսի բոլոր բարձունքները տվեց, Արտանիշի բոլոր բարձունքները տվեց, ժողովուրդ ջան, Ջերմուկի բոլոր բարձունքները տվեց, ախ որ մեկ ասեմ, Գորիսի բոլոր բարձունքները տվեց, սաղ տվել է, հասկանում եք ինչ եմ ասում։ Այդ մարդը չգիտի ինչ անի, ով ինչ ուզում է տալիս է։ Հետո այսքան զոհեր ունեցանք, այդ երեխեքը վառվեցին, միջև հիմա չենք հասկանում ինչի համար դուրոպագին, ինչի համար վառին, ու միջև այսօր դատերա գնում հələ որ հայտնի չի, այդ ինչ ֆոկուս արեցին, հասկանում ես։ Հիմա ժողովուրդ, ինչ եմ ուզում դրանով ասեմ, ես ուզում եմ այս ամեն ինչը Նիկոլը լսի, որ ինքը հասկանա, որ ինքը պետք չի, որ մեր երկրի ղեկավարը լինի, ինքը ղեկավար չի կարող լինի։ Ավելի լավ է թող ինքը իր աթոռը թողի, օրինակ նայեք, վերևում դրված է Սամվել Կարապետյանը, դրված է Գագիկ Ծառուկյանը, ես ձեզ ասեմ Սամվել Կարապետյանին ընդհանրապես ոչ տեսել եմ, ոչ ճանաչում եմ, ոչ հարազատ եմ, Գագիկ Ծառուկյանին էլ տենց, իր պապայի առիթով մահացել էր, հա, բոլոր առիթներին անպայման ներկա եմ եղել, զուտ տեսնելով իրան, որ հայրենասեր մարդ է, մարդկանց օգնում է, եկեղեցիներ է, այդքան սարքել մեր ազգի համար, բոլորիս համար, Հիսուսի արձանն է, համարյա թե գրեթե վերջացնում արդեն, սպորտը տենց շատ զարգացրեց, իշքան խեղճ մարդիկ կային, բոլորին օգնեց, ոտի հանեց, աշխատաուժ ունի մոտ 15,000, այսինքն 15,000 ընտանիք միջև այսօր
ապրում է Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, այսինքն իր սարկածի մեջ են աշխատում, իր հիմնարկներում, ժողովուրդ ջան, եւ դրա հետ միասին ես իր մեջ տեսնում եմ մեծ հավատք, ես իր մեջ տեսնում եմ մեծ հայրենասիրություն, հասկանում եք, իսկ այսօր որ Նիկոլ Փաշինյանը այդ դրսի հարցը իրար հետ մի քիչ ցած իմ լեզվով ասեմ, թեմա են ունեցել, բռնե կալանավորել է հենց այնստեղը, հասկանում եք, իրան գիտեք ով է պատժելու, Գագիկ Ծառուկյանի սարքված եկեղեցիներն են իրան պատժելու, Հիսուսն է իրան պատժելու, հասկանում եք, պետք չի իրան ոչ մեկ պատժեն, մենք Աստված ունենք, ու Աստված է պատժելու ու շատ դաժան, որ պետք չի հավատքով մարդուն կպնել, դա պետք չի։ Ես Գագիկ Ծառուկյանի առաջի հերթին տիկին Ռոզային առողջություն եմ ցանկանում, ամենակարևորը դա, որտեվ ինքը շատ լավ կին է, ժողովուրդ ջան, իրոք հավատքով շատ լավ մարդ է։ Գագիկ Ծառուկյանին Աստծուց խնդրում եմ, աղոթում եմ Աստծուն, թող ազատություն լինի, որտեվ դու մեր ազգին շատ ես պետք, պարոն Ծառուկյան ջան։ Հիմա անցնեմ Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանի մենք փորձեցինք, որ լինի երկրի վարչապետը, պայքարեցինք, ժողովուրդ ջան։ Ինչի համար եմ ես պայքարեմ միշտ Սամվել Կարապետյանի համար։ Դա ասեմ բոլորիդ համար թող հայտնի լինի։ Դրա համար ինձ ոչ բան են տվել, ժողովուրդ ջան։ Խաչովս եմ երդվում, ժողովուրդ ջան։ Ես իմ խաչով եմ երդվում։ Դրա համար ոչ ես իմ ինչեր են արել։ Ժողովուրդ, հավատացեք, ես հայրենասեր մարդ եմ, ես այս հողի ջրի համար եմ ծնվել, ես այդ մարդն եմ։ Ես ուղղակի տեսնում եմ այդ մարդու մեջ շատ մեծ հայրենասիրություն։ Տեսնում եմ մեծ հավատք, որ միշտ այդ հավատքը իր մեջ կա։ Ամեն խոսալուց, որ sense տեսնում եմ, չես այթերով, ես իր աշկերի մեջ եմ նայում, ինքը մեծ հավատքի տեր մարդ է, ասեմ ձեզ։ Ինքն էլ շատ հազարավոր ընտանիքների օգնել է։ Ինքն էլ իշքան աշխատող կունենա, իշքան աշխատատեղեր կունենա, թիվ ու թվաբանությունը չկա, այսինքն այդքան ընտանիք ապրում են Սամվել Կարապետյանի սարքած հիմնարկներում։ Հիմա հաթած չեմ ասելու։ Ուրեմն այդքան ընտանիքների է օգնը։ Ինչի համար ես չպայքարեմ, որ Սամվել Կարապետյանը լինի մեր երկրի ղեկավարը։ Այդ ռուսամեդ բան, սաղ դրեք մի կողմ, ժողովուրդ ջան։ Դուք ձեր ասելով կներեք։ Դուք հիմիկվա թուրքամեդին նայեք։ Թե չէ ռուսամեդ, չգիտեմ, եվրոմաբեդ, ամերիկամեդ, տենց բաները դրեք մի կողմ։ Մենք խոսում ենք մեր հայերից, ժողովուրդ։ Հիմա մենք գնում ենք դեպի կործանման, դա էլ ասեմ ձեզի, արդեն կործանվել ենք, բայց հələ տեղուն ենք կործանվելու։ Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից էլ երկու բառ խոսամ, ես ձեզ ասեմ, որ դուք էլ իմ քույրերն ու եղբայրներն եք։ Ես ձեր մասին ոչ մի վատ բան իրավունք չունեմ խոսամ։ Դա ձեր ընտրությունն է, բայց ես կխնդրեմ, որ դուք հասկանաք այդ ամեն ինչը։ Նայեք ինձի որպես ձեզ եղբայր։ Ու ճիշտ ընտրություն անեք, ժողովուրդ ջան, հələ նայեք իշքան բան կորցրեցինք, Հայաստանը արդեն մի բուռ է մնացել, հեսա вообще չի մնա։ Բախրեսի մերն է, մեր սեփականությունն է։ Ես հավատացնում եմ ձեզ, ես ինչ հետախուզման մեջ եմ։ Ես պահ եղե, առանց ամանչելու ասում եմ ուղիղ ձեզ։ Ես իմ հայրենիքի համար, ասես մենակս նստած լացել եմ, հավատացեք, լացել եմ ես։ Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը։ Ես շատ եմ սիրում իմ հողն ու ջուրը, որտեվ մենք բոլորս ստա ենք ծնվել, էսի մերն է, ժողովուրդ ջան, բայց դուք անլուրջ պետք չի նայեք դրան։ Ժողովուրդ, հավատում եք, այսօրվա մեր ոստիկանությունն էլ է հոգն է իրանից, զզվցրել է բոլորին, հավատացեք։ Ունենք ուրեմն 30 տարվա աշխատող ոստիկան, հավատացեք, այդ իր աշխատած տարիների մեջ այդքան մարդ չի բռնե, իշքան էս 8 տարվա մեջ։ Այսինքն ճար չունեն այդ մարդիկ։ Այս մարդը սիրում է մարդկանց կալանավորի։ Այս մարդը սիրում է, որ մարդիկ մեռնեն, հիվանդանան։ Հասկանում եք ես ձեզ ինչ եմ ասում։ Ժողովուրդ ջան, ես ձեզ ոնց բացատրեմ։ Ես չեմ խոսում, որ ինքը իմ թշնամը, տենց թշնամական խոսում եմ։ Չէ, ես խոսում եմ մի մարդուց,
որ ինքը ուզենա էլ, շատ ուզենա, չի կարա երկիր ղեկավարի, հասկանում եք։ Երկիր ղեկավարելը հո էդի, չգիտեմ, մեքենա վարել չի կարելի, ուզում եմ, որ դուք ժողովուրդ ջան, ամեն ինչը ճիշտ ընկալեք եւ մենք մեր հայրենիքը չկորցնենք։ Ես ձեզ խնդրում եմ, լսեք ինձի, անպայման լսեք եւ ճիշտ ուղի բռնեք։ Եկեք միանանք բոլորս Սամվել Կարապետյանին եւ այս մեր երկիրը փրկենք։ Հավատացնում եմ ձեզ, պահեք այս իմ տեսաձայնագրությունը, կհիշեք, թե մեր երկիրը ոնց է ծաղկելու։ Ես գիտեմ ձեզ ինչ եմ ասում, ես հավատքով տղա եմ, ես գիտեմ ինչ եմ ասում։ Եկեք բոլորս էլ Գագիկ Ծառուկյանին մաղթենք բարի ազատում։ Ես ինքս իմ կողմից Գագիկ Ծառուկյանին ասում եմ, որ բոլոր խաչակիրներով ձեր հետ ենք, պարոն Ծառուկյան, որովհետև մենք ուզում ենք, որ դուք շուտ ազատվեք, մենք ուզում ենք, որ Հիսուսի արձանը շուտ տեսնենք, մենք տեսնում ենք միշտ, որ կալանավայրից անգամ դուք ասում եք, որ ոչ մի բան մի դադարեցրեք, Հիսուսի արձանը աշխատանքները կատարեք, այսինքն հələ կալանավայրից այդ մարդը պայքարում է, որ ոչ մի աշխատանք չկանգնի։ Հասկանում եք ում եք կալանավորը գոնե։ Էդի գիտեք ինչ, էդի իրավունք չունեմ բերեմ միացնեմ իրար, բայց սուրբ մարդ է այդ մարդը, սուրբ գործ անում, այսինքն ինչ եմ խոսում, սրբազաններից, տերտերներից բռնած բոլորին կալանավորել ես, քեզ ինչ կա։ Այ որ Գագիկ Ծառուկյանը մեր կողմից մսկիթ սարքածելներ, գիտես ոնց կհարգեր ինքը Գագիկ Ծառուկյանին, կզանգեր աղբորը կասեր աղբերս լնայ, ինչեր ենք անում ստե։ Ժողովուրդ, բոլորդ հրաժարվեք, ինքը չի կարա մեր երկրի ղեկավար լինի, ինքը բոլորիս տանջելով դիվանագետորեն պայքարելու է, որ բոլորս մեռնենք, մարդ չի թողելու ստե, ու բոլոր ադրբեջանցի գալու են Հայաստանում ապրեն։ Ես այն ժամանակ, որ օդանավակայանը փակել է իմ եղբայրների հետ հայրենասեր, իսկական եղբայրների հետ, այդ ժամանակ մենք գոռում էինք, թո չիշնետ ինքնաթիռը Թուրքիայից է, տեսակ պայքարեցին, որ շաբաթը 3 ռես են սարքի արդեն։ Իսկ ինչ մնում է Արցախի եւ մնացած հողերի համար, որ մենք կրվել ենք, տվել ենք, ժողովուրդ ջան, մեր հայ տղերքանս կրվող, անս դուխով տղերք են։ Բաքու չեն մտնի, Բաքուից էլ են կոմ կգնան։ Ինչի մասնա խոսքը։ Դա Նիկոլ Փաշինյանը իր սիրուն թաթիկներով տվեց Ալիևին։ Դե չէ մենք դրա համար չենք կռվել, ժողովուրդ ջան, դա միշտ իմացեք։ Մենք դրա համար մենակ ունենք մեր եղբայրների, քույրերի եռաբլուր։ Էդի տվեց Նիկոլ Փաշինյանը մեզի նվեր, ազգին նվեր տվեց այդ։ Հասկացաք, եռաբլուր տվեց նվեր մեզի։ Դե հիմա մտածեք ում պիտի ընտրեք, ժողովուրդ ջան։ Ինչ պիտի անեք, ում կողմ պիտի գնաք։ Ես ինչի համար եմ ասում, ես չեմ ասում հիմա ընտրությունները, բայց ոնց հասկացա Սամվել Կարապետյանի խոսքով, ոնց որ թե ուզում է սկսի փողոցի պայքար։ Ժողովուրդ պարտավոր ենք բոլորս դուխով դուրս գանք փողոց։ Նույն խնդրանք սա, որ ոստիկանությունը միանա մեզ, բանակը միանա մեզ, որտեվ բոլորս էլ հայ ենք տղերք։ Դուք էլ եք հայ, մենք էլ կապ չունի, դուք ոստիկանի համազգեստ եք ակնում։ Մենք բոլորս էլ քույր ու եղբայրներ ենք, ինչի մասին է խոսքը։ Պետքա բոլորս մի բռուսկ դառնանք եւ փրկենք մեր հայրենիքը։ Բոլորս երեխեք ունենք, բոլորս թոռներ ունենք, բոլորս ծնողներ ունենք, ժողովուրդ չի կարելի, պետքա միանանք, մի բռուսկ դառնանք։ Ժողովուրդ ջան, դա իմ խնդրանքն է, ես ուզում եմ փրկենք մեր հայրենիքը, ես չեմ ուզում կործանվի մեր հայրենիքը եւ մենք դառնանք, չգիտեմ, ոչ մի բան, առանց հենակիշ դառնանք ոչ մի բան։ Մի խոսքով, ես ինքս խաչակիրներով միանում եմ Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին։ Ես ձեզ շատ հարգում եմ, ընդունում եմ, բոլորդ էլ հելեք խոսացեք, ոչ մեկը էլ մի վախեցեք, ժողովուրդ, դուխները տեղը պահեք, որ նորից մեր վախից չկորցնենք ամեն ինչ։ Մենք մեր վախից Արցախը կորցրեցինք, բայց հետ կբերենք, չենք թողի տենց, անպայման հետ կբերենք։ Դե լավ մնացեք, ժողովուրդ, ես ձեզ շատ եմ հարգում։ Դուք էլ հասկացեք, հետ եկեք մի հատ, ձեզ թափ տվեք, ժողովուրդ, ում հետ գործ ունեք այսօր դուք։
Ես ստանում եմ Նիկոլ Փաշինյանի համար իշքան մարդիկ են հելնում, խոսում, Նիկոլ իմն ես, բայց այդ ճաղաց շլվարով մի հատ աղջիկը հելնում խոսում, այն մեկը պորտը բաց է հելնում խոսում, այն մեկը գոմիկա հելնում խոսում, այն մեկը լեսբիանկա է հելնում խոսում, հասկանում եք, ես տեսել եմ էլի, ովքեր են հելնում պայքարում։ Ժողովուրդ ջան, եկեք մի հատ մեզի թափ տանք, այս ազգը չսարքենք գոմիկների ազգ, որտեվ դառնում է քիչ-քիչ։ Մեր երեխեքը լավ բաներ չեն տենալու։ Այս ազգը մենք պիտի չկորցնենք։ Այս մեր հայրենիքը մենք պիտի չկորցնենք։ Ատամներով պիտի պահենք։ Ուզում է ինձ իմ մահապատիժ տան։ Մեկը ես միջև վերջ պայքարելու եմ իմ հողու ջրի համար։ Դե լավ մնացեք, ձեզ էլ բարի գիշեր։ Հավատքներդ մեծացրեք։ Միշտ եղեք Աստծու հետ։ Հաջողություն ձեզ։